Երեխան մոտենում է մեզ եւ ուշադրություն է խնդրում, բայց մենք զբաղված ենք։ Ճաշ ունենք սարքելու, զանգ ունենք անելու, հարցեր ունենք լուծելու, ընտանիքում վեճ է եւ նման այլ բաներ։ Երեխան նեղված շրջվում է եւ վերադառնում է իր սենյակ կամ զբաղվում է իր գործերով։ Փոքր երեխան այդ պահին կարող է նաեւ հուզվել եւ լացել։ Մենք մտածում ենք, դե ոչինչ, ժամանակ կգտնենք, բայց հետո չենք գտնում եւ այդպես շարունակվում է։ Օրեր լինում, երբ որ մենք ենք ուզում իրենց գրկենք, սիրենք, որովհետեւ մենք ուզում ենք ցույց տալ մեր սրտի ջերմությունը, բայց այդ պահերին երեխաները մեկ էլ կամակոր են դառնում, չեն ուզում գալ, չեն ուզում մեզ մոտ լինել, մեզ հետ լինել, ձանձրանում են մեզ հետ, հեռանում են մեզանից։ Մենք նեղսրտվում ենք, մտածում ենք ինչ է պատահել, պահանջում ենք, պարտադրում ենք։ Այս ամենը ունի հետևանքներ, եւ այս ամենը մի անուն ունի երեխայի տեսակետից՝ սիրո պակաս։ Որոնք են դրա հետևանքները։ Եկեք այսօր դրա մասին խոսենք։ Մենք միշտ կարծում ենք, որ մենք անվերապահորեն սիրում ենք մեր երեխաներին։ Մենք միշտ կարծում ենք, որ իրենք դա լավ գիտակցում ենք։ Սակայն երեխան խոցելի է։ Երեխան գիտի, որ եթե նա չունենա ծնողական սեր, ապա նա դատապարտված է։ Երեխաների կախվածությունը ծնողներից շատ մեծ է եւ երեխաները բնազդաբար դա գիտեն։ Եվ իրենք անընդհատ ակնկալում են սեր, եւ երբ որ այդ սերը չեն ստանում կամ իրենց ընկալմամբ չեն ստանում, իրենք հոգեբանորեն վիրավորվում են, տրավմա են ունենում։ Եվ այդ հոգեբանական տրավմաները իրենց հետ են մնում եւ շարունակվում են դեպի կյանք։ Մեզ շատ հաճախ այդ պահերը չեն թվում կարեւոր։ Մենք միշտ կարծում ենք, որ այն հետևանքները, որ մենք ունեցանք, երբ բղավեցինք երեխայի վրա եւ երեխան լացեց, կամ երբ մենք իրեն քաշքշեցինք մի ինչ-որ բանի համար, որը մեզ դուր չեկավ, կամ իր ներկայությամբ իրար մեջ կոպիտ խոսակցություն ունեցանք կտրուկ։ Մենք կարծում ենք, որ այդ ամենը կանցնի, երեխա է, որտեվ ընդամենը 5-10-15 րոպե հետո երեխան արդեն կարծես մոռացել է դրա մասին, ժպտալով խաղում է եւ այլն, կամ ուշադրություն չի դարձնում։ Բայց դա այդպես չէ։ Երեխաների մոտ այդ ամենից առաջանում են վախեր, որոշակի հոգեկան վիճակներ, որոնք երեխայի ուղեղը կարողանում է արտաքուստ հաղթահարել։ Ընդհանրապես երեխաները ցանկացած ցավ արագ են մոռանում։ Դա իրենց հոգեբանության առանձնահատկությունն է։ Եվ երբ ես խոսում եմ երեխաների մասին, ես խոսում եմ մինչև 12-13 տարեկանների մասին եւ անգամ ավելի հասունների մասին, եթե խոսքը վերաբերում է իսկապես ծանր հոգեբանական իրավիճակների։ Բայց դա չի նշանակում, որ այդ ամենը մոռացված է։ Այդ ամենը հետո վերադառնում է, վերադառնում է շատ դաժան կերպով։ Եվ եկեք ես պատմեմ, թե ինչ է պատահում երեխաների հետ, ովքեր բավարար ծնողական սեր չեն ունեցել, անվերապահ սեր։ Եվ ովքեր իրենց ամբողջ կյանքում հետո դրա հետևանքով տառապում են։ Երևի թե դուք նկատել եք մետաքիր առանձնահատկություն, որ այն երեխաները, որոնց նկատմամբ ծնողները խիստ են եղել, խստապահանջ են եղել, խիստ ոչ թե բարի առումով, այսինքն խիստ եւ սրտացավ, այլ անտարբերության առումով, պահանջել են, բայց շատ սեր եւ ուշադրություն չեն ցուցաբերել։ Այդ երեխաները զարմանալիորեն շատ կապված են ծնողների հետ։ Իրենց ամբողջ կյանքում իրենք անընդհատ ցանկանում են ծնողներին լավ բան, ձգտում են ծնողներին օգնել, աջակցել, երբեք չեն հեռանում նրանցից։ Եվ մեզ թվում է, որ դա լավ է։ Դրան հակառակ ծնողները, որոնք նվիրվում են իրենց երեխաներին, ամեն բան անում են երեխաների համար, հոգում են նրանց մասին, շատ հաճախ մեծացնում են երեխաներ, որոնք կարծես թե սեփական ծնողների նկատմամբ անտարբեր են։ Ավելի քիչ են նրանցով զբաղվում, ավելի քիչ են ուշադրություն դարձնում նրանց։ Այդպիսի խոսակցություններ կան մարդկանց մեջ։ Դա բնավ միշտ այդպես չէ, ինչ որ ես ասում եմ, դա ընդհանուր օրինաչափություն չէ, բայց մենք մեր կյանքում շատ հաճախ գտնում ենք նման օրինակներ։ Եվ դրանք շատ բացատրելի են։ Եվ եթե երկրորդ օրինակը շատ հաճախ պայմանավորված է ուղղակի
երեխաների հետո հասուն արդեն մարդկանց բնավորությամբ, ապա առաջին օրինակը բավականին օրինաչափություն է։ Եվ օրինաչափություն է այն առումով, որ այդ երեխաները միշտ կարիք ունեն վերգտնել ծնողական սերը։ Անկայն որ նրանք մեծանում են, նրանք փնտրում են այդ սերը եւ փորձում են այն շահել անընդհատ հոգալով ծնողի մասին, որպեսզի դրա դիմաց ստանան այն չստացած մանկական տարիների սերը եւ ուշադրությունը։ Բայց դա միակ հետևանքը չէ։ Ես կասեի դա միգուցե դիտվի որպես դրական հետևանք, կան նաեւ բացականները։ Եվ ամենակարևոր բացական հետևանքն այն է, որ այդ երեխաները շատ հաճախ չեն կարողանում գտնել սեր կյանքում, չեն կարողանում գտնել ընտանեկան սեր։ Իրենք մի կողմից ձգտում են դրան եւ դրա կարիքը զգում են, բայց մյուս կողմից նրանք շատ հաճախ խուսափում են դրանից, խուսափում են ուժեղ սիրուց, որովհետեւ կանխատեսում են, կանխագուշակում են, որ այն ցավ է բերելու, շատ ուժեղ ցավ։ Այն ցավը, որ իրենք ապրեն, երբ որ երեխա են եղել։ Եթե իրենք իրենց հասուն մտքով վերադառնային այն իրավիճակներին, երբ ծնողները իրենց պատժել են կտրուկ, բղավել են իրենց վրա կամ անտարբերություն են ցուցաբերել իրենց նկատմամբ, իրենք գիտակցեն, որ դա ընդհանրապես դրվագ էր, դա ոչ մի իրականության հետ ոչ մի կապ չուներ, սակայն երեխայի մանկական ընկալումը մնում է իր հետ։ Եվ դրանից շատ դժվար է ձերբազատվել, եւ հասուն մարդը շարունակում է ունենալ այդ ցավը, այդ հոգսը իր մեջ։ Դրա հետևանքն է նաեւ այն, որ մենք անընդհատ դիմացինի մեջ փորձում ենք գտնել խնդիրներ, թերություններ։ Այս մեկը լավ լեզուներ չգիտի, այն մեկը լավ կրթված չէ, սրա քիթը շատ երկար է, նա էլ շատ է խոսում։ Մենք չենք կարողանում հեշտությամբ ընդունել մարդկանց։ Ինչու՞։ Որովհետև մենք անընդհատ մտավախ ենք, որ մենք սխալ որոշում կայացնենք։ Իսկ ինչու ենք մենք մտավախ, որ սխալ որոշում կայացնենք, որովհետև մենք պատրաստ ենք վստահել մեր փխրուն սիրտը միայն այն միակին, այն բացարձակին, ով հաստատ մեզ չի խաբի, ով հաստատ մեզ բացարձակ կսիրի։ Բայց դա այդպես չի լինում կյանքում։ Կյանքը լրիվ այլ կերպ է աշխատում։ Սերը ստեղծվում է երկու կողմի մասնակցությամբ։ Սերը աճում է եւ ձևավորվում է, այն չի կարող միանգամից լինել բացարձակ։ Եվ շատ հաճախ նման երեխաներ, որ մեծանում են եւ դառնում են հասուն մարդիկ, կազմալուծում են իրենց ընտանիքները, չբավարարվելով սիրո այն բացարձակ պահանջով, որ նրանք ներկայացնում են դիմացինին։ Այդ բացարձակ սիրո պահանջը գալիս է հենց նրանից, որ իրենք չեն ունեցել անվերապահ եւ բացարձակ սե, երբ որ եղել են երեխաներ, կամ իրենց ընկալմամբ չեն ունեցել։ Եվս մի վարքագիծ, որ շատ հաճախ լինում է այդ դժվար մանկական փորձառություն ունեցած երեխաների մոտ, երբ որ իրենք հասունանում են, դա այսպես կոչված հեռավորության կառավարումն է։ Իրենք անընդհատ իրավիճակներ են ստեղծում իրենց մյուս կողմի հետ, մարդու հետ, ում հետ իրենք կյանքի ճանապարհ են անցնում, որոնցում իրենց միջև հեռավորությունը աճում է, հոգեբանական հեռավորությունը, որոշակի անտարբերության պատնեշ է ստեղծվում, եւ դա գալիս է հենց այդ նույն բանից, հենց որ մի քիչ սիրտը վնասված է իրեն զգում, հենց որ գոնե մի քիչ այդ սիրո պակասի ապացույցներ են երևում, իրենք միանգամից փորձում են հեռանալ, փորձում են պաշտպանվել եւ փակվել, որպեսզի հանկարծ ցավ չզգան, որպեսզի հանկարծ այդ կախվածությունից եւ անտարբերությունից իրենք նորից չվերհիշեն իրենց մանկական զգացողությունները։ Փոխարենը ուղակի հեշտությամբ հաղթարեն ինչ որ առաջացած իրավիճակներին, իրենք պարփակվում են իրենց մեջ եւ պաշտպանվում են։ Եվ ցավն այն է, որ իրենք այդ նույն վարքագիծը ցուցաբերում են սեփական երեխաների նկատմամբ։ Եվ այդ նախորդ սերնդից ժառանգած խնդիրը, հոգեբանական խնդիրը փոխանցում են հաջորդ սերնդին։ Մայրը, որը հեշտությամբ կարող է չորություն ցուցաբերել երեխայի նկատմամբ, անտարբերություն միայն այն պատճառով, որ երեխան իր պատկերացմամբ արել է մի բան, որ իր մայրական սիրո համապատասխան գործողություն չէ։ Ես քեզ սիրեմ, իսկ դու այդպես անես, եւ դրա պատասխան
չարություն, դառնություն, եւ դա գալիս է հենց այդ նույն հոգեբանական զգացողություններից, որ նա ունեցել է մանկության տարիներին։ Նա ուղղակի կրկնում է այն, ինչ արել են ծնողները իր նկատմամբ։ Այս ամենի լուծումը միակն է։ Մենք պետք է փորձենք մեր սերնդում, երբ որ մենք ծնողներ ենք, հաղթահարենք այն հոգեբանական տրավմաները, այն հոգեբանական հարվածները, վերքերը, որ մենք ունեցել ենք լինելով երեխաներ։ Մենք պետք է գիտակցենք դրանց ազդեցությունը մեր վրա։ Մենք պետք է սթափ լինենք, ուշադիր լինենք, զգոն լինենք, որպեսզի տեսնենք մեր սխալ վարքագիծը երեխաների նկատմամբ գոնե, բայց նաև մեր հարազատների նկատմամբ, մեր ամուսնու կամ կնոջ նկատմամբ եւ այդ նույն սխալները չկրկնենք։ Եթե մենք գիտակցում ենք, որ այս պահին մենք օրինակ մեր գործողություններով, մեր քայլերով անջրպետ ենք ստեղծում, մենք պետք է ոչ թե պաշտպանվենք այդ անջրպետի մյուս կողմում, այլ փորձենք միանգամից հաղթահարել այն, քանի դեռ այն չի մեծացել եւ չի դարձել մեզ համար ծանր եւ անհաղթահարելի։ Մեր կյանքը մեզ ընձեռնում է հնարավորություններ, որոնք մենք կարող ենք օգտագործել, որպեսզի ավելի լավը դառնանք։ Եվ ամեն քայլով, ամեն մեր որոշմամբ, ամեն մեր գործողությամբ մենք կարող ենք լավացնել եւ մեզ, եւ մեր կյանքը, եւ մնացած մարդկանց, եւ իրենց կյանքերը։ Եվ այդ մնացած մարդիկ մեր երեխաներն են, մեր հարազատներն են, մեր ընտանիքի անդամներն են։ Եվ միայն մեր որոշումը պետք է լինի, թե մենք ինչպես ենք գործում։ Ամեն անգամ, երբ որ մեր որոշումները կանխորոշված են մեր մանկությամբ, մենք դառնում ենք մանկամիտներ, ովքեր դատապարտված են։ Փոխարեն լինենք ազատ եւ հասուն մարդիկ, ովքեր գործում են սեփական կյանքով։ Միշտ հիշեք դրա մասին, երբ որ հաջորդ անգամ պիտի զայրանաք, բղավեք կամ պատժեք ձեր հարազատներին։